Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև սկսված տարաձայնությունները, որոնք ավելի քան 10-ամյա պատմություն ունեն, վերջին շրջանում դուրս են եկել ներքին խոհանոցից ու դարձել հանրային։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատիվ ունեմ խմբակցության հանրապետական պատգամավոր Հայկ Մամիջանյանը ըստ էության հրաժարվեց պատասխանել մեր հարցին, թե ինչից սկսվեց հանրային փոխհարաձգությունները այս երկու թիմերի միջև եւ ինչու էին 2008 թվականից սկսած զբաղվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հակաքարոզով, կեղտիկների եւ ստերի տարածմամբ, ինչպես պնդում են քոչարյանական թևից։ Պարոն Մամիջան, ինչպես կպատասխանեք, արդյոք Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները 2008-ից հետո Քոչարյանի նկատմամբ այդ հակաքարոզ արել են իրոք եւ ինչու համար դա այդպես է եւ ձեր կարծիքով ինչու սկսվեց դա հանրային կերպով արտահայտվել, արդյոք Քոչարյանի ասուլիսներ պատճառը։ CVKM-ն հարթակը չի, որում ես կքննարկեմ այս կամ այն տարաձայնությունները այս կամ այն ընդդիմադիր ուժի հետ։ Եթե CVKM-ը անհանգստանում է, որ մենք կշեղվենք Փաշինյանի ստերը եւ հակապետական գործունեությունը քննադատելուց կապված այս տարաձայնությունների հետ, ապա անհոգ եղեք, մեր մասնավորապես հանրապետականի ռեսուրսը առավել քան կբավարարի եւ են գործընթացների համար։ Այդ մասին չէր հարցս, չեմ անհանգստանում, ուղղակի հարցնում եմ ինչից սկսվեց ու արդյոք Քոչարյանի ասուլիսներ պատճառը։ Դուք կարծում եք ես հարցը չէի հասկացել։ Ամեն դեպքում ուրիշ բան պատասխանեցի։ Ես պատասխանեցի այն, ինչ որ հարմար գտա։ Հայկ Մամիջանյանը չհամաձայնեց ձևակերպմանը, թե խորհրդարանական երկու խմբակցությունների միջև կա խզում, ապա հերթական մեղադրանքներ ներկայացրեց Քոչարյանին ու նրա թիմին։ Արդեն եղանակները տաքանում են եւ հնարավոր է, որ փողոցային պայքար լինի։ Ընդդիմությունը միասնաբար կկանգնի փողոցում։ Պարոն Սիմոնյան, նախ ես ձեր հարցի ձևակերպման հետ բացարձակ համաձայն չեմ։ Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա, բացարձակ չկա։ Դուլտուր նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք պարզվեց, որ այս 7 տարիա տիրաժավորում էին այն սուտը, այն ստերի կծիկը, որը ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին։ Պարզվեց, որ նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր դա տիրաժավորում են։ Ու պարզվեց, որ այդ մարդկանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է։ Մամիջանյանն ասաց, որ ամեն ինչ կանեն հզոր հայրենիք ունենալու համար, թե այդ գործում իրենց ով կօգնի կամ ով կխանգարի կտատի պատմությունը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի պատգամավոր նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը իր բացման խոսքում եւս անդրադարձավ Քոչարյան-Սարգսյան հերակապանավեճին ու ասաց. Բնականաբար քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է։ Հիմնական ուժեր ասելով, ես նկատի ունեմ երկրորդ նախագահ Հայաստան դաշինք, հանրապետական կուսակցություն եւ դաշնակցություն։ Ըստ Վարդանյանի, Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը դարձավ կատալիզատոր այս հարցում, ապա անցավ մեղադրանքների, Սերժ Սարգսյանին մեղադրելով իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու մեջ։ 2018-ին գործադիր իշխանությունը հանձնել է խորհրդարանը։ Հետո էլ ազգային ժողովն է հանձնել։ ՀՀԿ-ն մեծամասնություն էր։ Կարող է ինչ հանձնել։ Իրենք են ասել, եթե իմանայինք այսպիսի հետևանքներ են լինելու, այլ կերպ կվարվեինք։ Նախկին դաշնակցականն ապա փնտրեց ու հեղափոխության մեջ արտաքին հետք գտավ։ Արտաքին ուժային կենտրոններից մեկը զանգվածը մեծացրեց փողով, ՀԿ-ներով, այլնով։ Մյուսը տեսավ, որ բանը բանից անցնում է, որոշեց անմասն չմնալ, զանգվածը կրկնապատկվեց։ Այստեղից էլ ես Նիկոլին չեմ պարտվել, այլ շատ ավելի հզոր ուժերի հաստատումը։ Երեկ էլ արդարացման նոր թեզ։ Իշխանությունը հանձնել է ժողովուրդը հեղափոխության միջոցով։ Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Ովքեր էին կառավարում։ Արդյոք հանրապետականը միատար էր այդ ժամանակ։ Պարոն Վարդանյան, պաստորեն դուք ՀԿ-ին եք մեղադրում Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, ասելով, որ ուներ մեծամասնություն, դուք երևի մոռանում եք այդ ընթացքում այն բոլորի հիշողություններում դաջված դրվագը, եւ ձեր թիմակիցները Հոիդայից ձեզ հեռացրեցին Նիկոլի օգտին չքվեարկելու համար։ Ես ոչ մի բան չեմ մոռացել, ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ,
Երբ որ ասում եմ ընտրել է խորհրդարանը, նկատի ունեմ նաև բոլոր քվեարկած падգամավորներին։ Ես ճիշտ հասկացա, որ դուք Սերժ Սարգսյանին մեղադրում եք իշխանությունը հանձնելու մեջ եւ պատշաճ քայլեր չձեռնարկելու հեղափոխության ալիքը կոտրելու մեջ ու Նարեկ Մալյանը այդ մասին խոսելով նշում է, որ այժմ Ռոբերտ Քոչյանը ռեսուրս չունի, անգամ դաշնակցությունն է Ռոբերտ Քոչյանի ռեսուրսը չէ, անգամ խորհրդարանական իր խմբակցության падգամավորները այլևս իր ռեսուրսը չեն։ Պարոն Վարդանյան, արդյոք դուք ձեզ համարում եք Ռոբերտ Քոչյանի ռեսուրսը։ Դուք ինչ ճիշտ չհասկացաք առաջին մասով, երկրորդ մասով ես վաղուց Նարեկ Մալյանին չեմ մեկնաբանում, եթե դուք ճիշտ չեք գնահատել իմ ասածը, վստահ եղեք, որ Նարեկ Մալյանը իր վերջին բոլոր հաստատումներում սխալվել է տասնապատիկ։ Հանրապետականները մեղադրում են քոչարյանականներին Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության նկատմամբ 2008 թվականից ի վեր ստեր կեղծիքներ տարածելու մեջ։ Քոչարյանականներն իրենց հերթին են նույն մեղադրանքները ներկայացնում հանրապետականներին։ Աղվան Վարդանյանը եւս այդ կերպ հակադարձեց հանրապետականների մեղադրանքներին։ Պարոն Վարդանյան, արդյոք դուք Դաշնակցությունը այն ժամանակ դուք դաշնակցական էիք, Դաշնակցությունը մասնակցել են այդ գրոհին ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Շնորհակալ։ Ամեն մեկը իր գնահատականները տալիս է իր աշտարակից։ Նույն 2008-2018 թվականներին նման քարոզչական կազմակերպված, կարծում եմ արշավ եղել է երկրորդ նախագահի դեմ։ 2008-ից 18 նման համակարգված քարոզություն ես չեմ տեսել։ Ես ասեմ ավելին, տեսեք, 2008-18 թվականի Քոչարյանի հանդեպ քարոզչական այդ ամենի վերաբերյալ ես ուղիղ հարց եմ տվել նաև երրորդ նախագահին, ասել եմ, պարոն նախագահ, ինչու էր արվում այդ բանը։ Բնականաբար ինքը ասել է, որ ինքը որևէ մասնակցություն այդ ամենին չի ունեցել։ Այդ ինչ որ մեկ ունեցել է, չէ՞։ Կառավարող ուժի ծանոթանալով նախկին նախագահների տարաձայնություններին նշեցին, որ առանձնապես չեն ցանկանում մեկնաբանել Քոչարյան-Սարգսյան բանավեճը, սակայն նկատեցին։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցել ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխություն եւ ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունները զավթած խմբավորումները ժողովրդի ճնշման ներքո ուրեմն լքել են իշխանությունը եւ հետո նաեւ ժողովրդի ճնշման ներքո ուրեմն հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, դաշնակցության ներկայացուցիչները, ուրեմն Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները, եթե ճիշտ եմ հիշում այդ ժամանակվա ուրեմն պարլամենտի կառուցվածքը, ընտրել են ուրեմն Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դուք արտաքին ուժերի ներկայացության, կամ ազդեցության մասին ինչ կասեք եւ Պարոնեք, պարզվեց նաև վերջերս Աննա Մկրտչյանը պատիվ ունեմ խմբակցությունից հայտարարեց, որ հեղափոխության օրերին հանրապետականների տների մոտ դագաղների ակցիաները կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանի համակիները, թիմակիցները, հարազատները, այս մասին ինչ կասեք, որովհետև 7 տարի շարունակ ձեզ մեղադրել են դագաղների ակցիա իրականացնելու մեջ հեղափոխության օրերին։ Իրականում արտաքին ուժերի ներգրավման մասին կամ ազդեցության մասին պնդումը դա անհեթեթություն է։ Այսինքն մարդիկ են մեղադրում եւ մեղադրանքներ հնչեցնում, կարծիքներ հնչեցնում առայն որ արտաքին ուժերի ազդեցություն կար ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխության ընթացքում, այն ուժերն են պնդում, որոնք արտաքին ուժերի աջակցությամբ ամեն բան արել են, որ Հայաստանում տեղի չունենա հեղափոխություն եւ մինչեւ այսօր էլ եւ վաղն էլ մյուս օրն էլ արտաքին ուժերի ազդեցությամբ ամեն բան փորձելու են անել հետ պտտելու Հայաստանում ուրեմն զարգացման այս ուրեմն ընթացքը։ Ես չեմ կարծում, որ մենք արժի որ ինչ որ երկար մեկնաբանություններ տանք այդ թիմերի մասին, իսկ թվում է պետքա ուղղակի հայտնի սկեչի հետևելով ասենք մի կռվեք երկուստ էլ ճիշտ եք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։